Արտաշատ գետազատ գյուղից եմ, քաղցը խնձոր ենք վաճառում։ Մենակ խնձոր եք վաճառում։ Հիմա այդ սեզոնին հա։ Ուրիշ ինչ եք վաճառում տարբեր սեզոններով պայմանավորված։ Դեղսել ունենք, սիրանել ունենք, ամեն ինչ էլ կա էլի։ Բերք ունեք, բերք կա։ Հա, նորմալ է։ Ոչինչ։ Սիրանը չէ, տես, սրտահարություն եղավ, հա։ Բայց խնձորը բանը ոչինչ։ Ինչքան եք վաճառում խնձորը։ 1000 դրամ, 800 դրամ, 500 դրամ, այսօր 600։ Այդասելի։ Գնում են մարդիկ։ Հա, Արտոքներ ոչինչ, կան։ նորմալ է, հա։ Եկամտից գոհ եք դուք ընդհանուր առմամբ։ Նորմալ է, գոհ ենք։ Նախորդ տարիների համեմատ ինչ փոփոխություններ եք նկատում շուկայում։ Անցած տարի ասենք սրտահարություն եղավ, elə տարավ ամբողջ այդ խնձորը բերքը, բայց դե պետությունը փոխհատուցեց էլի։ Դրա դիմաց։ Փոխհատուցում տրամադրել է։ Հա, փոխհատուցում տվեց, նորմալ է, elə գոհ ենք։ Այս տարին էլ այդպես կա, որ լավ է էլի։ Իսկ հիմա որ ռուսական շուկա չեն կարողանում արտահանել հայկական գյուղմթերքը ձեր վրա, կոնկրետ ձեր վրա ազդեցություն դա թողնում է թե չէ։ Ծիրանը մինչև այդ հա, բայց այս տարի որ ծիրան չկա, այդպես դժվարություն չենք էլ զգում։ Չեք նկատում։ Հա։ Բայց ընդհանրապես այդ խնձոր բանը դե չեն արտահանում, դա արդեն ծախում է մոտ էլի շուկայում։ Անցած տարի էժան էր, նախ կարկուտը տարավ չենք էլ վաճառել, հա։ Իսկ նախ անցած տարի ասենք էժան էր, 200 դրամ էր ամենալավը, խոշորը, բայց այս տարի 1200 դրամ է։ Այսինքն քիչ է վերք այս տարի էլի։ Քիչ է Քիչ դրա է, համար բայց հա, թանկ է, էլի ոչինչ էլի, նորմալ է։ Գոհ եմ։ Որ տարին շատ է, էլ ասենք խոսքելը նույն, ոնց որ ասած արժեքն է հանում, ընդհանուր էլի ծառը, ասենք, բերքը։ Հա, որ տարին որ քիչ է էլը, թանկ են վաճառում էլի։ Ինչ աշխատանքներ եք կատարում աճեցնելու համար, ինչ Դե մշակման աճեցնելու համար process-ը։ ասենք խնձորը տնկիները ասենք դնում ենք մի քանի տարի մշակում ենք, մի 6-7 տարի, հետո նստում է բերքի, արդեն դրանից հետո ծախում ենք էլի։ Այգիներ ունեք։ Հա, այգի ունենք։ Ամեն շատ մեծ չէ, բայց ունենք։ Ամեն մեկից խոսքի 30 ծառ, 50 ծառ, այդպես ունենք էլի։ Ձեր միակ զբաղվածությունն է։ Այլ Չէ, եկամ։ հետո առօրյա ենք անում։